Ընդամենը 2 տարի առաջ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքից դժգոհ էին գրեթե բոլորը, ովքեր գոնե մեկ անգամ շփվել էին այդ ծառայության հետ։ Կոռուպցիա, անորակ սպասարկում, քաշքշուկ եւ հերթեր այս ամենի հետ միասին քաղաքացիները զրկված էին նույնիսկ տեղեկատվություն ստանալու ամենասովորական աղբյուրներից։ Հիշեցնեմ, որ դեռ 2 տարի առաջ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ այս ոլորտում պետք է ամեն ինչ անել, բացառելու համար քաղաքացիների դժգոհությունը։ Մենք ունենք մի խնդիր եւս, որը առնչվում է անմիջապես ոստիկանության հետ, դա անձնագրերի եւ հրավերների վարչության աշխատանքն է։ Մենք ստանում ենք տասնյակ բողոքներ, ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան։ Ակնհայտորեն այս ոլորտում մենք ունենք լուրջ խնդրեմ։ Դա կաշառակերության խնդիրն է։ Երբ որ ծառայությունը մատուցվում է պետության անունից, բայց սակագներ են սահմանվում այդ ծառայությունների համար եւ մարդիկ ուղղակի գումար են շորթում։ Մենք հանրությանը եւ հանրապետության նախագահին պետք է պարբերաբար զեկուցենք, թե սպասարկման ոլորտում ինչ կոնկրետ միջոցառումներ ենք մենք իրականացնում, որպեսզի մեր քաղաքացիները գոհ լինեն այն ծառայություններից, որ պետությունը այսօր նրանց մատուցում է։ Վարչապետի հրապարակային դժգոհությանը հետևեց կոնկրետ հանձնարարական։ Ոստիկանությանը հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետներում համակարգային բարեփոխումներ իրականացնել։ Առաջիկա 15 րոպեներին այն մասին, թե առհասարակ ինչ է փոխվել անձնագրայինի աշխատանքում։ Տարիներ շարունակ ահա այսպիսի շենքային պայմաններում էին աշխատում անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները։ Սա նոր-նորքի անձնագրային նախկին բաժանմունքն է։ Այն տեղակայված էր Երևանի ոստիկանության նոր-նորքի բաժնի շենքի առաջին հարկում։ Այսպիսի պայմաններում թափանցիկ աշխատանքի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Կիսաքանդ աշխատասենյակներ զուրկ անգամ կարևորագույն փաստաթղթերը պատշաճ պահպանելու հնարավորությունից։ 2 տարի առաջ ոստիկանությանը հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետներում համակարգային բարեփոխումներ իրականացնել ոլորտում։ Առաջնահերթությունները հետևյալն էին՝ քաղաքացիների համար ստեղծել քաղաքակիրթ սպասարկման կենտրոններ, ժամանակակից տեխնոլոգիաներով բացառել կոռուպցիան եւ աշխատել թափանցիկ։ Խնդիր դրվեց նաեւ վարչությունը համալրել որակյալ կադրերով։ Սա նոր-նորքի արդեն վերանորոգված եւ տեխնիկապես վերազինված մասնաշենքն է։ Այստեղ թափանցիկ աշխատելու համար բոլոր պայմանները ստեղծված են, սկսած ապակիներով առանձնացված աշխատասենյակներից մինչև վճարման ժամանակակից համակարգը։ Այլևս նախկինի նման քաղաքացիները ստիպված չեն լինի վճարում կատարելու համար մոտակայքում բանկի մասնաճյուղ փնտրել։ Հատուկ անձնագրային վարչության համար նախատեսված վճարային տերմինալների միջոցով մուծումները կատարվում են հենց տեղում։ Հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգի ծրագրի հեղինակ Հայկ Գաբրիելյանը հպարտությամբ պատմում է, որ նախքան ծրագրի ներդնելը շատերը թերահավատորեն էին մոտենում ու կարծում էին, որ այն չի իրագործվի։ Հիմա արդեն ակնհայտ է, որ ոչ միայն բարձրացել է սպասարկման որակը, այլ նաև գործընթացը կազմակերպվում է մի քանի անգամ ավելի արագ։ Նախկինում ծառայությունը կատարում էր ըստ տարածքների, այսինքն աշխատակիցներից մեկը սպասարկում էր խոսքի օրինակ առաջին նորքի զանգված, հետո նորքի զանգված կանանց փողոցների։ Ներկայումս այդպիսի խնդիր չկա, բոլոր ծառայողները իրականացնում են միևնույն գործառույթը, որով մի քանի անգամ հեշտացել է քաղաքացիների սպասարկումը, արագությունն էլ ապահովել, այսինքն եթե դուք անձնագրավորման ինչ-որ խնդիր ունեք, սեղմում եք անձնագրավորումը, այնտեղ հայտնվում է ձեր համարը, որից հետո եկավ համարը եւ համարից հետո այնտեղ գրվում է ձեր համարը, որից հետո դուք մոտենում եք համապատասխան պատուհանին ձեր հետագա ծառայությունը խնդիրները ներկայացնելու եւ ծառայության մատուցումը ստանալու համար։ Վճարային տերմինալների միջոցով հնարավոր է մուծում կատարել բոլոր գործարքների համար։ Բաժանմունքի ոչ մի աշխատակից, սկսած պետից մինչև սպասարկող անձնակազմ, իրավունք չունի կանխիկ դրան վերցնել հաճախորդից։ Սա արվել է կոռուպցիոն ռիսկը բացառելու համար, իսկ թե ինչի համար, ինչքան պետք է վճարել, կարելի է տեղեկանալ պատերին փակցված տեղեկատվական վահանակներից, ինչպես նաև օգտվելով հեռախոսային եռալեզու ձայնային պորտալի ծառայություններից։ Նորամուծությունը նաև այն, որ հստակ սահմանված են սակագները 1-ից մինչև 15 օրյա ժամկետում անձնագիր ստանալու համար։ Սա մասնավորապես վճարովի ծառայություններից օգտվելու համար է նախատեսված, օրինակ 60,000, 50,000, սա այն վճարներն են սահմանված կառավարության կողմից արագ անձնագիր ստանալու համար։ Այսինքն մեր արտաբյուջետային վճարները, քաղաքացին սրանից ավել վճար չի կարող
տալ, քանի որ իրազեկված է։ Ինքնին ինքը երբ որ մոտենում է վճարելու, ինքը տեսնում է, թե ինչքան պետք է վճարի։ Եթե անձնագիրը կորցրած քաղաքացին ցանկանում է նորը ստանալ ընդամենը 1 օրում, ապա դրա համար նա պետք է վճարի 60,000 դրամ։ 3 օրվա համբերությունը արժե 50,000, իսկ արդեն 5-րդ օրը 40,000 դրամ։ Իսկ նրանք, ովքեր ժամանակի խնդիր չունեն, 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող են ստանալ անձնագիր վճարելով ընդամենը 1000 դրամ։ Այստեղ դիմաց քաղաքացիներից շատերը դեռևս թերահավատորեն են մոտենում բարեփոխումներին ու դժվարանում են հավատալ, որ իսկապես այս վարչության աշխատանքում շատ բան է փոխվել։ Նախկինում մի քիչ քաշքշուկը ավելի շատ էր, էլի։ Հիմա քաշքշուկ չկա։ Եկանք ասում գնացեք այն բաժին, այնտեղ իսեն ասեցին գնացեք տուն, երկու շաբթի կգաք ստանանք։ Հիմա եկել ենք ստանալու տեսնենք։ Եթե տվեցին լավ գնացին, ուրեմն քաշքշուկ չկա, փառք ասում։ Իսկ եթե չէ, ուրեմն նույն բանն է կրկնվում։ Մենք եւս հետևեցինք համոզվելու, որ քաշքշուկ իսկապես չկա։ Ռոբերտ Բաղոյանը եւ կինը իրենց անձնագրերը ստացան 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Շնորհակալություն ստեսություն։ Հիմա այո, գոհ եմ։ Եթե բոլոր ծառայություններն այսպես լինի, մեր վիճակը շատ լավ կլինի, բայց եկել էի ճիշտ ասած ոչ իմ անձնագրի վերաբերյալ, այլ նորս, հազապես վատարողջը մանավանդ ոտքերը շատ վատ են եւ ի վիճակի չէր մոտենալ, անձամբ ստանալ եւ շնորհակալ եմ մարդիկ եկան միջև մեքենա տվեցին ստորագրել եւ անձնագիրը հանձնեցին։ Իհարկե հաճելի է որ եւ սպասարկման պայմաններն են լավ եւ մարդիկ բարեկամներ են եւ պատրաստական։ Ծառայությունների որակով անհամեմատ ավելի լավ է նախկինից, որովհետև եւ շենքը եւ սպասարկումը շատ գոհացուցիչ է։ Նորակառույց այս մասնաշենքում կարծես թե խնդիրներ չկան, միայն թե շատերը դժվարանում են օգտվել վճարային նոր համակարգից։ Աշխատակիցներն էլ օգնում են ու հավաստիացնում, որ սա ընդամենը ժամանակի հարց է եւ շուտով այն բոլորի համար սովորական կդառնա։ Եթե անձնագրերի ստացման հետ կապված խնդիրները կարելի է համարել լուծված կամ գոնե բարեփոխված, ապա դեռևս խնդիրներ կան անձնագրային եւ վիզաների վարչության այլ գործառույթների հետ։ Մասնավորապես ականատես եղանք, որ դեռևս նախորդ տարիների նման հերթեր են գոյանում վարչության կենտրոնական շենքում։ Պարզեցինք, որ ժամեր շարունակ հերթ կանգնողներն այն մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի քաղաքացի դառնալու։ Փորձեցինք նաեւ պարզել, թե ինչ է արվում այս խնդրի լուծման ուղղությամբ, որպեսզի նրանք եւս սպասարկվեն քաղաքակիրթ եւ արագ։ Խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում, դա երկքաղաքացիան համար դիմող քաղաքացիներն են, ընդունում են փաստաթղթերը դահլիճում 3 տեսուչների կողմից։ Եվ մեծ մասը գալիս է, գիտեք, ինչ ավելի շատ հարց տալու, ոչ թե փաստաթղթերը ամբողջական հանձնելու համար։ Մեկ քաղաքացին գալիս է, հետո գալիս է եւս 4 քաղաքացի։ Այսինքն միջանցքում կանգնած 20 քաղաքացուց 3-ն է գործ անցնում, մնացածը հետը բարեկամներն են եկել, ծանոթներն են եկել։ Այնուամենայնիվ, պարոն Մուրադխանյանը վստահեցնում է, որ այս ուղղությամբ եւս որոշակի քայլեր կատարվել են։ Նախկինի համեմատ երկքաղաքացիություն ստանալու գործընթացը բավականին պարզեցվել է։ Շատ սահմանափակ թվով փաստաթղթեր են պահանջվում դրա համար, ժամկետներն են կառավարության որոշումով 6 տարի փոփոխվել, նախկինում ազգային անվտանգության, ասենք, կարծիքը ստանալու համար պահանջվում էր 2 ամիս ժամանակ, արտգործնախարարության կարծիքը ստանալու համար նախատեսվում էր 1 ամիս ժամանակ, հիմա 2 անգամ այդ ժամկետներն են կրճատվել, 1 ամիս եւ 15 օր, չնայած ավելի կարճ է տևում։ Փաստաթղթերի ցանկն ավելի հստակեցվել, որոշ փաստաթղթեր ցանկից դուրս են եկել։ Հնարավորինս ինչքան հնարավոր է աշխատում ենք քաղաքացուց ավելի քիչ պահանջվող փաստաթղթեր ներկայացնել եւ ծառայությունը ավելի արագ ու որակով մատուցելու համար։ Այն, որ երկքաղաքացիություն ստանալու գործընթացը իսկապես պարզեցվել է, ակնհայտ է դառնում վիճակագրությամբ։ Այսպես, եթե 1997-ից մինչև 2007 թվականները Հայաստանի քաղաքացիություն է ստացել ընդամենը 1735 մարդ, ապա միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը հասել է 7677-ի։ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է մեր երկրի 419 քաղաքացի։ Ոլորտում անելիքներ դեռ շատ կան, վարչության պետը թվարկում է դրանցից առաջնայինները։ Երևի ամենակարևորը այն է, որ բարձրացվի քաղաքացիների սպասարկման որակը։ Դրա համար անհրաժեշտ է առաջինը ծառայության
տեխնիկական եւ շենքային պայմանները բարելավել։ Իր պաշտոնավարման օրոք ամենակարևոր քայլերից մեկը Նորայր Մուրադխանյանը համարում է այն, որ բոլոր գործարքների համար սահմանվել են հստակ ժամկետներ, ինչը նախկինում մեծ խնդիրներ էր առաջացրել։ Անձնագիր ստանալու դիմում, վավերացման, վիզային կամ այլ ծառայությունների համար դիմում, քաղաքացին չգիտեր, թե քանի օրվա ընթացքում կկատարվի գործարքը։ Ահա այստեղ է, որ առաջանում էր կոռուպցիան։ Գործարքի շուտ կամ ուշ կատարվելը հիմնականում կախված էր դիմողի վճարունակության աստիճանից, որքան շատ, այնքան շուտ սկզբունքով։ Առաջի բացթողումներից մեկը երևի այն էր նախկինում, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէր անձնագրի փոխանակման, անձնագրի վարականության ժամկետի երկարացման կամ անձնագրու մոտարերկապետությունների վավերականության մասին նշում կատարելու ժամկետներ։ Այսինքն, թե քանի օրում գործառայությունը կարելի է մատուցել։ Եվ դա մեծ խնդիր էր առաջացնում քաղաքացիներին սպասարկելու աշխատանքում։ Անձնագրի փոխանակության համար սահմանվեց 5 աշխատանքային օր, անձնագրում օտարերկապետությունների վարականության մասին նշում կատարելու եւ անձնագրի վարականության ժամկետը երկարացնելու համար սահմանվեց 1 աշխատանքային օր։ Եվ բացի այդ, կառավարության արդեն մեկ այլ որոշմամբ նաեւ սահմանվեց կարգ քաղաքացիների ավելի կարճ ժամկետում անձնագիր ստանալու համար։ Անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է թեժգիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են ժամկետների խախտման կամ վատ սպասարկման ու աշխատակցի կողմից լրացուցիչ գումար պահանջելու դեպքում տեղեկացնել վարչությանը։ Պարոն Մուրադխանյանը հավաստիացնում է, որ իրենք մեկ առ մեկ արձագանքում են բոլոր դժգոհություններին։ Այս տարվա 9 ամիսներին թեժ գծով ստացվել է 65 դիմում բողոք, որոնցից 17-ի դեպքում նշանակվել է ծառայողական քննություն։ Անձնագրային եւ վիզաների վարչության պետը ասում է, որ իրենք տեղեկատվական առումով հսկայական աշխատանք են տարել։ Այսօր արդեն գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կարող է վահանակների ձայնային պորտալի կամ կայք էջի միջոցով տեղեկանալ վարչության բոլոր ծառայությունների սակագներին, պահանջվող փաստաթղթերին կամ ժամկետներին։ Շենքային բարենպաստ պայմաններ, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, արհեստավարժ մասնագետներ, սրանք անշուշտ համակարգի առողջացման համար խիստ կարևոր բարեփոխումներ են, բայց պետք է նշել, որ առաջնայինն այնուամենայնիվ համակարգում կոռուպցիայի վերացումն է։ Կոռուպցիոն երևույթները իսկապես բավականին մտահոգիչ են եղել տարիներ առաջ։ Ես կարող եմ հավաստիացնել, որ անձնագրերի վիզաների վարչությունում եւ սպասարկող տարածքային ստորաբաժանումներում գրեթե իհարկե բացառել ցանկացած տիպի երևույթ չեմ կարող, գրեթե այսուհետ վերացված է այս պարագայում եւ կարևոր մի քայլ ես կարող եմ դրան ուղղված նշել, որ այնպիսի օրենսդրական փոփոխություններ են կատարվել ուղղակի, որոնք անհնար եւ անիմաստ են իսկապես դարձել մարդկանց ավելորդ ուղղակի որոշակի գումարներ տալ որոշակի ծառայությունների դիմաց։ Այսինքն այստեղ թե վարչարությունն է իսկապես ուժեղացվել, խստացվել, եւ թե օրենսդրական բավարար բազա է ստեղծվել որոշակի լծակները վերացնելու կամ բացառելու համար։ Այնուամենայնիվ ցանկացած ոլորտում, այդ թվում նաեւ այստեղ խնդիրներն առավել ցայտուն ու սուր են հատկապես մարզերում։ Մեծ ծրագրում նախատեսվում է ապագայում մյուս տարվա ընթացքում Վանաձոր եւ Գյումրի քաղաքների համար համապատասխան մոդելի ներդրումը, օրենսդրական եւ վարչարության տեղ հասցնելը որևէ խնդիր չկա։ Մենք ամբողջությամբ նաեւ կիրառում ենք նույն մեթոդները տարածներում, ինչ վերաբերում է պայմանների բարելավման, ապա նախատեսում ենք իսկապես հաջորդ տարի անդրադառնալ նաեւ մարզերին։ Եթե նախկինում մոտ մարզերում նույնպես մարդիկ չէին կարողանում 3 օրում, 2 օրում կամ 1 օրում անձնագրավորում ստանային անձնագրավորային, ապա մենք այս տարի լիազորեցինք նաև մոտ մարզերին, ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հնարավոր է նաև այս մարզերում իրականացնել եւ համապատասխան փոստային ծառայությունների միջոցով, սուրանդակային ծառայությունների միջոցով մենք նաև հնարավորություն տվեցինք մոտ մարզերի բնակչության ավելի արագ ստանալ անձնագրեր։ Անձնագրային բարեփոխումների մեջ է մտնում նաև հաջորդ տարվանից կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրումը։ Դրանք կլինեն ավելի անվտանգ, իսկ այն կրող անձի հանդեպ կբարձրանա վստահությունը, քանի որ այն իր մեջ ներառելու է տվյալ անձի վերաբերյալ բոլոր մանրամասները, սկսած դատվածությունից մինչև բանկային հաշիվների մասին ինֆորմացիան։ Կարևոր է իմանալ նաև, որ կենսաչափական տվյալներով անձնագրի ձեռքբերումը պարտադիր չէ, այլ կամավոր։ Այն կարող են ձեռք բերել միայն դրա անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները։ Կենսաչափական տվյալներով անձնագրերի պարագայում համապատասխան վավերականության պայմանների առայցուն այլևս շերմին չի լինի, այլ կլոր կնիքի ասած ժողովրդի մոտ եւ մարդիկ ավելի արագ, ավելի ազատ տեղաշարժվելու խնդիր չեն ունենա, ավելի դյուրացված ռեժիմով կստանան վիզաներ, մուտքի արտոնագրել այլ պետություններ մեկնելու համար, միաժամանակ կարծում եմ հաշվի առնելով բազմաֆունկցիոնալ քարտի հնարավորությունը, ապագայում նա կարող է ծառայել թե համապատասխան վարորդական իրավունքի վկայական, թե առողջական վիճակի մասին տեղեկություններ, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրություն։ Անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայությունների համար գանձվող գումարների հաշվին վարչության աշխատակիցները ստանում են հավելավճարներ։
Ասել, թե սա էականորեն բարելավել է անձնագրավարների սոցիալական կարգավիճակը, իհարկե ճիշտ չի լինի եւ ակնհայտ է, որ կոռուպցիան վերջնականապես հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ նրանց աշխատավարձը իսկապես բարձրանա, սակայն մինչ այդ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքով բնակչության 60%-ը նշել է, որ էականորեն բարձրացել է անձնագիր, վիզա կամ գրանցում ծառայությունների որակը։ Սա մեր հայացքն էր հրապարակից, ինձ մնում է հիշեցնել, որ մեր հաղորդումները կարող եք դիտել նաև համացանցում YouTube-ում փնտրելով հրապարակում անունը կամ կառավարության gov.am սայթում փնտրելով դարձյալ հրապարակում բաժինը։ Հանրայինի եթերում մեր հանդիպումները ամեն երեքշաբթի եւ ուրբաթ են։